Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում իրավիճակը նորից դուրս է գալիս վերահսկողությունից և այս անգամ ամեն ինչ սկսվում է Լեոյի պարտքից, բայց ինչպես միշտ Գոյամարտում մեկ մարդու սխալը դառնում է ամբողջ ընտանիքի ցավը։ Լեոյի փողոցային մենամարտերը վաղուց արդեն պարզապես գումար աշխատելու միջոց չէին։ Առաջին անգամ նա հաղթեց ու նրան թվաց, թե ամեն անգամ հաղթելու է, երկրորդ անգամ պարտվեց ու պետք է 1,5 միլիոն հետ վերադարձնի։ Բայց որտեղից այդ գումարը։ Դավիթը նրանց ասաց գնան ու մոռանան, բայց այն մարդիկ չէին, որ նրանք մոռանան պարտքը։ Եվ հիմա դրա հետևանքները սկսելու են հարվածել բոլորին։ Հրապարակված կադրերից արդեն պարզ է դառնում, որ Լեոյի պարտքի պատճառով մեծ բախում է տեղի ունենում։ Կռվի մեջ են ընկնելու Դավիթը, Վովան, Լեոն ու Սարիկը։ Սա շատ խորհրդանշական տեսարան է, որովհետև տղաները միշտ փորձել են իրար պաշտպանել, բայց հիմա Լեոյի խնդիրները բառացիորեն քաշում են ամբողջ ընտանիքին դեպի վտանգ։ Ամենածանրն անկասկած Վովայի վիճակն է։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ նա շատ ծանր վիճակում է։ Նրանք շտապ օգնություն են կանչում, որպեսզի Վովային տեղափոխեն հիվանդանոց։ Համացանցում հայտնված կադրերը շատ հուզիչ ու ծանր են։ Վովան հիվանդանոցում է, անկողնում, բոլորի դեպքերին բնականաբար լարվածություն ու վախ կա, և առաջին անգամ թվում է, որ այս պատմության մեջ ամենաանմեղ մարդկանցից մեկը կարող է լինել ամենամեծ զոհը։ Վովայի կերպարը միշտ առանձնացել է, նա ավելի մեղմ է, հանգիստ, կարծես դեռ երբեք էլ չէր մտել մութ պատերազմի մեջ, բայց Գոյամարտի աշխարհում ցավը ընտրություն չի անում։ Երբ ընտանիքը պատերազմի մեջ է, վտանգը հասնում է բոլորին։ Շատ հեռուստադիտողներ արդեն գրում են, որ Վովայի վիրավորումը կարող է դառնալ շրջադարձային կետ ամբողջ սերիալի համար, որովհետև սա առաջին դեպքերից է, երբ եղբայրները հասկանում են արդեն, որ ոչ միայն իրենք, այլ նաև միմյանց կյանքն են վտանգում։ Դավիթի արձագանքը հատկապես ծանր է, նա նոր էր վերականգնվում սեփական վիրավորումից հետո, դեռ ֆիզիկապես էլ ամբողջությամբ չէր ապաքինվել։ Եվ Լեոյի պատճառով Վովան հայտնվում է հիվանդանոցում։ Ինչ է սպասվում։ Բնականաբար Վովայի մայրը մեղադրելու է եղբայրներին, որ իր որդու կյանքը ևս դժոխքի են վերածել, բայց հնարավոր է նաև շրջադարձ։ Արդյոք հնարավոր է Վովայի փրկության համար անհրաժեշտ լինի արյուն ու մայրը ստիպված խոստովանի, որ նրանք եղբայրներ են ու բնականաբար արյուն հանձնելու իրավունք ունեն։ Սա շատ հետաքրքիր շրջադարձ կլինի հեռուստասերիալում, այնպես որ միացեք մեզ, որպեսզի հաջորդ տեսանյութերում պարզենք միասին, թե ինչ է սպասվում գլխավոր հերոսներին։ Բնականաբար Լեոն հաշվի չէր առել, որ այս անգամ ոչ թե միայն ինքը պատասխան կտա, այլ նաև Վովան։ Լեոն կարող է հանդուրժել սեփական ցավը, բայց երբ իր պատճառով վտանգվեն եղբայրները, նա բառացիորեն կկոտրվի։ Սարիկը վաղուց արդեն նրանց համար ընկեր չէ, նա այս ընտանիքի մասն է դարձել, ամենադժվար պահերին մշտապես իրենց կողքին է, բայց Լեոյի պատճառով այժմ վտանգված է բոլորի կյանքը։ Սա կապված է Լեոյի պարտքի հետ, և սա նշանակում է, նա շատ ավելի խորն է մտել վտանգավոր աշխարհ, քան բոլորը պատկերացնում էին, և սա կարող է նոր խնդիրների սկիզբ դառնալ, որովհետև նման մարդիկ սովորաբար կանգ չեն առնում մեկ կռվից հետո։ Հատկապես եթե գումարի հարց կա, շատ հնարավոր է նաև, որ հունանի մարդիկ ինչ-որ կերպ ներգրավված լինեն։ Այս պահին սերիալում բոլոր հակամարտությունները կարծես իրար են խառնվում։ Շատ հուզիչ կլինի նաև Դավիթ պապի արձագանքը, նա արդեն մեկ որդուն կորցրել է, հիմա տեսնում է, թե ինչպես են թոռները հերթով հայտնվում հիվանդանոցներում, կռիվների մեջ, վտանգի մեջ։ Դավիթ պապը միշտ փորձել է պահել ընտանիքը միասին, բայց թվում է ցավը շատ ավելի ուժեղ է դարձել։ Եվ ամենացավոտն այն է, որ նա դեռ ամբողջ ճշմարտությունը չգիտի, նա դեռ չգիտի, թե իրականում ինչից է սկսվել այս ամբողջ դժբախտությունը։ Եթե մի օր պարզվի, որ Ռաֆի մահվան իրական պատճառը Հունանն է, Դավիթ պապի համար սա կարող է լինել վերջնական հարված։ Վովայի գիծն էլ հիմա կարող է շատ հետաքրքիր զարգանալ։ Եթե նա իսկապես ծանր վնասվածք է ստացել, դա կարող է փոխել նրա կերպարը։ Հեռուստասերիալի նկարահանումները շատ
ակտիվ կերպով շարունակվում են, իսկ թե ինչ է սպասվում հեռուստասերիալում, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում Վովայի վիրավորումից հետո Արյուն անհրաժեշտ կլինի և եղբայրները նրան կօգնեն այդ հարցում, թե գաղտնիքը դեռ չի բացահայտվի։ Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ գաղտնիքի բացահայտումը շատ մոտ է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին, դիտեք մեր տեսանյութերը, քննարկեք